Հայ մտավորականության պատմության մեջ կան անուններ, որոնց գործունեությունը միավորում է գիտությունը, գրականությունը և կրթությունը։ Այդպիսի բացառիկ դեմքերից է Համազասպ Ասատուրի Համբարձումյանը, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, որի կյանքն ու գործունեությունը կարևոր էջ են հայկական մշակույթի և գիտության պատմության մեջ։ Համազասպ Համբարձումյանը ծնվել է 1880 թվականի սեպտեմբերի 25-ին Բասարգեչարում, չնայած փաստաթղթերի մեջ արձանագրված է 1883 թվականը։ Նրա մանկությունն անցել է Գեղարքունիքի գեղեցիկ բնության մեջ, որտեղից էլ սկսվել է գիտելիքի հանդեպ առաջին հետաքրքրությունը։ Սկզբնական կրթությունը ստացել է գյուղական դպրոցում, ամեն օր ոտքով հասնելով հարևան Մեծ Մազրա գյուղում գտնվող դպրոցը։ Այնուհետև ուսանել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, շարունակել կրթությունը Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որից հետո ընդունվել Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1907 թվականին։ Կյանքի մի հատվածում զբաղվելով իրավաբանությամբ, այնուհետև նա ընտրել է կրթության և գիտության ճանապարհը։ Դասավանդել է Թիֆլիսի դպրոցներում, համագործակցել է ժամանակի հայտնի պարբերականների հետ, մշակի հորիզոնի թերթերում հրապարակելով իր հոդվածներն ու բանաստեղծությունները։ Համազասպ Համբարձումյանի ստեղծագործական գործունեությունը սկսվել է երիտասարդ տարիներից։ Նրա առաջին բանաստեղծական ժողովածուները «Արյուն էջեր», «Անհունի էջերում» և «Հպարտ հոգու երգերից» լույս են տեսել դեռևս 20-րդ դարի սկզբին։ Ավելի ուշ նրա բանաստեղծությունները հրատարակվել են նաև Վիեննայում 3 հատորով։ Համազասպ Համբարձումյանի գիտական գործունեության կարևորագույն ուղղությունը անտիկ գրականության ուսումնասիրությունն ու թարգմանությունն էր։ Տիրապետելով հին հունարենին և լատիներենին, նա համաշխարհային գրականությունը ներկայացրել է հայ ընթերցողին, թարգմանելով անտիկ գրողների ստեղծագործությունները հայերեն։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել «Հույն ողբերգակներ» ժողովածուն, Հոմերոսի հանրահայտ Իլիականը։ Հոմերոսի ստեղծագործության գիտական ուսումնասիրության համար նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Վաստակաշատ գիտնականն իր մահկանացուն կնքել է 1965 թվականին և հուղարկավորվել է Բյուրականում, որտեղ թաղված է նաև որդին, աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը։ Լինելով գրքասեր անձնավորություն, Համբարձումյանը կյանքի ընթացքում հավաքել է եզակի արժեք ներկայացնող գրքեր և պարբերականներ, որոնք տպագրվել են աշխարհի տարբեր վայրերում 18-րդ դարից սկսած հայերեն և օտար լեզուներով։ Հայտնի է, որ 1904 թվականին նա ունեցել է ընդամենը 150 միավոր գրականություն, մինչդեռ կյանքի վերջում գրադարանի միավորների թիվը հասել է 2214-ի։ 1965 թվականին նրա մահից հետո կինը Հռիփսիմե Համբարձումյանը անձնական գրադարանը նվիրել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի գրադարանին, որի հիման վրա էլ կազմավորվել է գրադարանի առաջին անհատական հավաքածուն։ 1968 թվականին գրադարանում բացվել է նոր սրահ պրոֆեսոր Համազասպ Ասատուրի Համբարձումյանի գրադարանային ֆոնդ վերտառությամբ։ Համբարձումյանի ընտանիքի առաջարկով հիմնարար գիտական գրադարանին է տրվել նաև գիտնականի աշխատասենյակի գույքը, որը մինչ այդ գտնվում էր Բյուրականի առանձնատան առաջին հարկում։ Դրանք Համբարձումյանի գերդաստանի ընտանեկան պահարաններն էին, հայելին և մի շարք անձնական իրեր։ Անհատական հավաքածուի մեջ կա 385 միավոր հայերեն, 1521 միավոր ռուսերեն, 307 միավոր այլ լեզուներով գրականություն, որոնց բոլորի վրա դրված է Համազասպ Համբարձումյանի գրքերից կնիքը։ Գրականությունը պահպանված է խնամքով և տեղակայված շքեղ, հնաոճ գրապահարանների մեջ։ 1965 թվականից սկսած առ այսօր անհատական հավաքածուն և աշխատասենյակի կահույքը
պահպանվում են գրադարանում։ Ժամանակը սակայն իր հետքն ու փոշին է դրել դրանց վրա և հուշասենյակը վերանորոգման կարիք ուներ։ 2025 թվականի հոկտեմբերին գրադարանի տնօրենության դիմումի հիման վրա այդ կարևոր գործը հանձն առավ Մարտին Սթար ընկերությունը։ Վերանորոգման աշխատանքները մեկնարկեցին 2026 թվականի հունվարից։ Կարճ ժամանակահատվածում հուշասենյակը ստացավ իր բովանդակությանը համահունչ տեսք, պատրաստ ընդունելու այցելուներին։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում Համբարձումյան գերդաստանին այս շքեղ նվիրատվության և Մարտին Սթար ընկերության ղեկավարությանը մշակութային արժեքների նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի համար։ Համազասպ Համբարձումյանի կյանքը և թողաջարանգությունը վկայում են, թե ինչպես կարող է մեկ անձը միավորել գիտությունը, գրականությունը և կրթությունը, թողնելով հարատև հետք ազգային մշակույթի պատմության մեջ։